Ինչու չեն պատժվում այն հանցագործները, ովքեր որ իրականացնում են զանգվածային ոչրագործություններ, իր վրա մեծ ազդեցություն թողեց հենց հայոց ցեղասպանությունը, ինչու պետքա մեկ մարդու սպանությունը համարվի հանցագործություն, իսկ միլիոնավոր մարդկանց սպանությունը մնա անպատիժ։ Բարև ձեզ, այսօր մաքուր պատմության հյուրը Նարեկ Պողոսյանն էր, ով պատմական գիտությունների թեկնածու է, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող, ում հետ այսօր խոսեցինք Ռաֆայել Լեմկինի մասին։ Ռաֆայել Լեմկինը մի մարդ, ով ստեղծել է ցեղասպանության եզրույթը եւ նաեւ նկարագրությունն է տվել այդ հանցագործության, փորձեցինք հասկանալ որտեղից են գալիս նրա հետաքրքրության ակունքները, ընդհանրապես այս երևույթի մասին, սկսեցինք իր մանկությունից, քննարկեցինք իր դժվարություններով լի կյանքը, բայց նաև շատ համառ, շատ հետևողական աշխատանքը դեպի այս եզրույթի ստեղծման ուղղությամբ այդ անցած ճանապարհը։ Նաև փորձեցինք հասկանալ կապերը եւ հարաբերությունները հայոց ցեղասպանության թեմայի հետ, ինչպես նա իմացավ այդ թեմայի մասին, ինչ աշխատանքներ իրականացրեց եւ ընդհանրապես նաև փորձեցինք հասկանալ ինչպես են այդ թեմայի շուրջ պայքարում թուրք ժողովականները եւ ինչու է սնանք իրենց փաստարկները դրա դեմ։ Շատ հետաքրքիր հաղորդում է ստացվել, սա էլ Նարեկի գիրքը, Նարեկ Պողոսյան հայոց ցեղասպանության խնդիրը Ռաֆայել Լեմկինի ուսումնասիրություններում կարող եք գտնել հայոց ցեղասպանության թանգարանի գրախանութում։ Շնորհակալություն, որ դիտում եք մեր հաղորդումը եւ դիտեք մեր հաղորդումը եւ սիրեք պատմություն։ Նարեկ ջան, ողջույն։ Ողջույն։ Այսօր մի կարևոր թեմայի մասին ենք խոսելու, որը նաև առիթ ունենք, չէ՞, Ռաֆայել Լեմկինի մասին ենք խոսելու, ում 125-ամյակը, ճիշտ եմ, հա? Այո։ 125-ամյակն է այսօր լրանում եւ այդ կապակցությամբ երեք Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտում բացվեց Ռաֆայել Լեմկինի այսպես հուշատախտակը, որտեղ նաև ամփոփվեց իր գերեզմանից բերված հողը եւ կուզենամ ընդհանուր այդպես հարցից սկսենք, ով է Ռաֆայել Լեմկինը, ինչի մենք պետք է իրեն հիշենք, ինչի է այդքան արժեքավոր մեր համար։ Ռաֆայել Լեմկինը նշանավոր իրավապաշտպան էր, նաև մարդու իրավունքների պայքարի առաջնամարտիկներից մեկը, եւ նրա գործունեությունը մեծ ազդեցություն է ունեցել ինչպես մարդու իրավունքների ոլորտում, այնպես էլ միջազգային իրավունքում։ Ռաֆայել Լեմկինը ծնվել է Լեհաստանում, Բեզվոդնե քաղաքում։ Հիմա այդ տարածքը գտնվում է Բելարուսում եւ իր մանկության եւ պատանեկության տարիները նա անց է կացրել Վոլկովիսկ քաղաքի մոտ գտնվող ագարակում։ Եվ նա ընթացքում գրել է նաև իր ինքնակենսագրությունը, որը որ անավարտ է մնացել եւ վառ տեսարաններով է նկարագրել։ Այսինքն մենք իր այդ պատմությունը գիտենք իր ինքնակենսագրությունից, հա։ Գիտենք իր ինքնակենսագրությունից եւ Լեմկինի ամբողջ գործունեությունը հասկանալու համար պետք է անդրադառնանք նրա ամբողջ կյանքի պատմությանը, քանի որ իր ամբողջ կյանքում իր գործունեությունը ծավալել եւ իր նպատակները առաջադրել, որոնց եւ մի մասին հասել է, նպատակների մի մասն էլ մնացել են անկատար, որտեվ նա ընդամենը 59 տարի ապրեց։ Եվ իր պատանեկության տարիներից նա սկսում է հետաքրքրվել տարբեր զանգվածային սպանություններով եւ ոչրագործություններով։ Բայց տարօրինակ է, այսինքն ինչի պետք է երեխան զբաղվեր նման դաժան թեմաներով։ Գիտենք ինչն է շարժառիթը, որն էր։ Ինքը հակված էր այսինքն իր մեջ հետաքրքրություն կար։ Իր ներսում հետաքրքրություն կար դեպի զանգվածային սպանությունների ու հատուկ հետաքրքրության առարկա էր նաև այն հանգամանքը, թե ինչու չեն պատժվում այդ զանգվածային սպանությունները, օրինակ երբ որ նա հենց մանկության տարիներին, երբ որ 12 տարեկան էր, կարդում է Հենրիկ Սենկևիչի «Յո երթաց» պատմավեպը, եւ այդ ժամանակ իրեն տպավորում է այն դրվագը, երբ որ Ներոն կայսրը առուսների առաջ էր գցում քրիստոնյաներին ու սպանում էր քրիստոնյաներին,
ու նա անընդհատ հարցեր է տալիս իր մորը Բելային, թե ինչու քրիստոնյաները ոստիկաններ չկանչեցին ու չպատժեցին։ Հա, դե 12 տարեկաներ համար իհարկե շատ էսպես տպավորիչ բան է։ Ու ընդհանրապես իր մայրը իր վրա մեծ ազդեցություն է ունեցել, որովհետև իր մայրը մեծ ուշադրություն էր դարձնում նաև իր Լեմկինի գրաճանաչությանը, որպեսզի Լեմկին լեզուներ ուսումնասիրի ու հենց լեզվաբանական հակումները գալիս էր հենց իր մորից։ Իսկ երբ որ մորը անընդհատ հարցեր էր տալիս, մայրը չէր պատասխանում, ասում էր դու պետք է ինքդ պատասխանը գտնես։ Ու իր մոտ հատուկ ձգտում առաջացավ ուսումնասիրել պատմական այլ դեպքեր ու գտնել պատճառը։ Ինչու չեն պատժվում այն հանցագործները, ովքեր որ իրականացնում են զանգվածային ոչրագործություններ, եւ նա սկսեց պատմություն ուսումնասիրել, օրինակ մոնղոլների արշավանքները, վալդենսների, ալբիկոյցիների սպանությունները եւ այլն։ Ինքը նաև հրեա էր, չէ, ազգությամբ։ Դա ազդել է ինչ-որ չափով։ Լեհաստանից էր ազգությամբ հրեա, իր մայրը եւ հայրը հրեա էին, եւ իր ազգությունը եւս նշանակություն ուներ, քանի որ իրենք որոշակի խտրականության էին ենթարկվում եւ ինքը նաեւ տեղյակ էր ընդհանուր առմամբ հրեաների վիճակից։ Հա, նաեւ այդ ժամանակ չէ ռուսական կայսրությունում բարբեր պոգրոմներ էին տեղի ունենում տարբեր հրեաբնակ քաղաքներում, բան։ Այո, եւ այդ պոգրոմները եւս ազդեցություն են ունեցել իր վրա, օրինակ 1906 թվականին Բիալիստոկի շրջանում հրեաների պոգրոմներ տեղի ունեցան եւ այդ պոգրոմները եւս տպավորություն թողեցին նրա վրա ու ընդհանուր առմամբ ինքը տեղյակ էր նաեւ հակասեմական տրամադրություններից այդ ժամանակ էլ երբ իր մանկության ընթացքում էլ Լեհաստանը գտնվում էր հենց ցարական Ռուսաստանի կազմում, հետագայում առաջին համաշխարհային պատերազմից հետո անկախացավ, ու ինքը տեղյակ էր նաև որ ցարական Ռուսաստանի կառավարման ընթացքում նաև հրեաների նկատմամբ ճնշումներ կան, կոտորածներ են տեղի ունենում, պոգրոմներ են տեղի ունենում, հետագայում նա նաև որոշակի աշխատանքներ են նվիրում այս թեմայի ուսումնասիրությանը։ Ընդհանուր առմամբ իր հրեական ծագումը եւս ազդեցություն ունեցել է, բայց ինքը ավելի շատ կոսմոպոլիտ մարդ էր եւ փորձում էր մտածել նաեւ համաշխարհային պատմության, համաշխարհային քաղաքակրթության տեսանկյունից եւ իր վրա մեծ ազդեցություն թողեց հենց հայոց ցեղասպանությունը։ Հա, այդ դրվագին գանք, հասկանանք ոնց իմացավ, ոնց որտեղ 1915 թվականին երբ որ տեղի ունեցավ հայոց ցեղասպանության դեպքերը, այսինքն հայերը զանգվածային կոտորածների ենթարկվեցին, ինքը գրում է իր ինքնակենսագրության մեջ, որ այդ ժամանակ գերմանացիները մտան Լեհաստան եւ ինքը թերթերում կարդում եւ հետևում էր հենց հայերի ցեղասպանությանը եւ ուշագրավ է որ Լեմկինը հատուկ ընդգծում է որ հայերը սպանվում էին միայն նրա համար որ քրիստոնյաներ են այսինքն հատուկ որպես մոտիվացիա ինքը հասկացել էր այն որ հայերի սպանության հիմնական դրդապատճառը քրիստոնյա լինելու հանգամանքն է այսինքն սպանվել են նրա համար ով էին իրենք եւ ոչ թե նրա համար թե ինչ են իրենք արել զուտ այո սպանվել էին նրանք նրա համար որ քրիստոնյա են եւ հայ են այսինքն նա նկատում է այս հանգամանքը եւ հետագայում հայոց ցեղասպանության հետ կապված դեպքերը ավելի են տպավորում իրեն արդեն տարիներ անց երբ որ նա 1921 թվականին ընդունվել էր Լվովի համալսարան եւ լեզվաբանություն էր ուսումնասիրում այդ ժամանակ էլ թերթերից տեղեկանում է Սողոմոն Թեյլիրյանի դատավարության մասին եւ ինչպես ինքն է գրում իր ինքնակենսագրության մեջ դատավարությունը մեծապես տպավորում է իրան իսկ ինչն էր պատճառը պատճառն այն էր որ նա տեղյակ էր նաեւ որ
թուրք հանցագործները ազատ են արձակվել եւ նրանց հաջողվել է նաեւ փախչել Եվրոպա։ Եվ ինքը նշում է, թե ինչու պետքա ոչրագործները ազատ արձակվեին։ Ինչու պետքա մեկ մարդու սպանությունը համարվի հանցագործություն, իսկ միլիոնավոր մարդկանց սպանությունը մնա անպատիժ։ Եվ այս տեսանկյունից Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը հատուկ ուշադրություն է սևեռում իր վրա եւ Լեմկինի իր ինքնակենսագրականում նշում է, որ Սողոմոն Թեհլիրյանը սպանեց Թալյատ Փաշային, ով նույնացվում է հայ ժողովրդի բնաջնջման հետ։ Եվ նա փորձում էր դատավարության շրջանակում նաև որոշակի արդարության նշույլներ գտնել։ Բայց նշում էր, որ մեկ մարդը չի կարող իրեն արդարություն բաշխողի դերում նշանակել։ Վերջին հաշվով նաև խնդիր ուներ նրա հետ, որ Թեհլիրյանը ինքն է փորձել այդ արդարությունը վերականգնել, չէ՞։ Այո, նա փորձում էր ընդգծել, որ Թեհլիրյանը փորձել է ինքը արդարությունը վերականգնել, բայց այդ տեսանկյունից առաջընթացը Լեմկինը ամբողջական չէր համարում եւ հենց այդ շրջանից ինքը հասկացավ, որ պետք են օրենքներ։ Հա, այն հայտնի բանը կա, չէ՞, պրոֆեսորի հետ այդ զրույցը կա, չէ՞։ Հա, պետք են օրենքներ եւ այդ ժամանակ քանի որ նա սովորում էր Լվովի համալսարանում եւ այդ հարցը բարձրացնում է իր քրեական իրավունքի պրոֆեսորի առաջ պրոֆեսորի անունը լա նշվում գրականության մեջ, օրինակ նշվում է նաև անգամ Ջուլիուս Մակարևիչի անունը, նրան վերագրվում է հրեական ծագում, իսկ որոշ հեղինակներ էլ նրան անգամ հայկական ծագում են վերագրում։ Եվ նա իր պրոֆեսորին հարցնում է, ասելով, թե ինչու չպատժվեցին թուրք ոչրագործները, ինչու կարողացան փախչել։ Եվ պրոֆեսորը նրան պատասխանում է, որ նկատի ունեցիր օրինակ ֆերմերի դեպքը, ով ունի հավեր եւ ֆերմերը այդ հավերին կարող է սպանել եւ դու չես կարող միջամտել, դու ոտնձգություն ես անում։ Բայց Լեմկինը պատասխանում է, որ հայերը հավեր չեն։ Այսինքն ինչ օրենք կա, որ նրանք կարող են անպատիժ գործել եւ պրոֆեսորը նշում է ինքնիշխանության մասին պետությունների։ Սուվերենության։ Սուվերենության մասին։ Ասում է դու ոչինչ չգիտես սուվերենության գաղափարի եւ ընդհանուր սկզբունքի մասին։ Ու գրականության մեջ նաեւ նշում է, որ Ջուլիուս Մակարևիչը ինքը սուվերենության գաղափարի ջատագով էր։ Բայց Լեմկինի մոտ հարցեր են առաջանում։ Հարցեր են առաջանում, թե ինչու պետք է սուվերենությունը դառնա պատճառ, որպեսզի հանցագործները չպատժվեն։ Եվ նա իր ինքնակենսագրականում գրում է, որ ինքը սուվերենությունը այլ ձև է հասկանում։ Ինքը սուվերենությունը հասկանում է այն տեսանկյունից, որ ինքնիշխանությունը պետք է ապահովի պետության բնակիչների բարեկեցությունը, պետք է ճանապարհներ կառուցվեն, դպրոցներ կառուցվեն եւ այլն։ Այլ ոչ թե դա լինի պատճառ, որպեսզի ոչրագործություն իրականացրած հանցագործները ազատ արձակվեն։ Հա, հետաքրքիր, ուտեղ պաստորեն իր կյանքում փոխվում է ինչ-որ բան, չէ՞։ Ինքը ասել լեզվաբան է, չէ՞, պատրաստվում դառնալ եւ ես կարդացել եմ միտեղ, որ Փայլուն ինքը բաներ, այդպես տաղանդ ուներ լեզուներ սովորելու, 9 լեզու գիտեր, ինչ որ 10 քանի լեզվով կարդում էր, այսինքն եթե ինքը չդառնար, ասենք չորոշեր, որ պետք է իր կյանքը նվիրի այդ իրավական կատեգորիաներին, ցեղասպանության այդ բանին, տերմինի հնարմանը եւ նկարագրությանը, կարող է Փայլուն լեզվաբան դառնար, չէ՞։ Շատ իրավացի եք, ինքը հատուկ հակում ուներ լեզուների նկատմամբ ու դա գալիս էր նաև իր մորից։ Եվ փոքր տարիքում արդեն մի քանի լեզուներ գիտեր եւ ընթացքում հասցրեց յուրացնել մոտ 12 լեզվով կարողանում էր հաղորդակցվել ու անգամ
իր այդ լեզվաբանության հմտությունները օգնեցին հետագայում իր աշխատանքները գրելու համար եւ երբ որ ինքը տեղափոխվել էր Շվեդիա ընդամենը մի քանի ամսում կարողացավ յուրացնել շվեդերենը եւ շվեդերենով դասախոսություն կարդալ բայց ինչպես նշեցիք իր պրոֆեսորի հետ ունեցած իր զրույցը եւ իր մոտ առաջացած հարցերը նպաստեցին որ Ռաֆայել Լեմկինը իր ուշադրությունը կենտրոնացնի միջազգային քրեական իրավունքի վրա եւ արդեն լեզվաբանությունը մղվեց այսպես ասած երկրորդ պլան եթե այդ հարցերը չլիներ միգուցե լեզվաբանությունը առաջնային լիներ իր համար եւ ինքը որոշեց ուսումնասիրել միջազգային իրավունքը ժամանակի փորձելով գտնել օրենքներ որոնց միջոցով հնարավոր կլինի պատժել էթնիկ, կրոնական եւ ազգային, ինչպես նաեւ ռասայական խմբերի ոչնչացումը։ Նա սկզբում իր ուսումնասիրությունները իրականացրեց Լվովում, այնտեղ սովորելով իրավաբանական ուղղությամբ, իսկ հետո Հայդելբերգի համալսարանում, այդ ընթացքում նա հետաքրքրում է նաեւ փիլիսոփայությամբ, եւ կոնկրետ Հայդելբերգի համալսարանում փորձում է նաեւ փիլիսոփայական հիմքեր գտնել իր աշխատանքի համար։ Եվ իսկ 1929 թվականին արդեն դարձավ Վարշավայում դատախազ էր աշխատում ու փորձեց լուծում առաջարկել իր մոտ առաջացած հարցերին եւ 1929 թվականից սկսեց աշխատել նոր օրենքի նախագծի վրա իսկ այդ նախագիծը բյուրեղացավ արդեն 1933 թվականին երբ որ տեղի ունեցավ միջազգային քրեական իրավունքի միասնականացմանը նվիրված Մադրիդի կոնֆերանսը որտեղ ներկայացված էին իրավունքի տարբեր մասնագետներ Լեմկինը առաջարկում էր երկու նոր հանցագործություն որոնք պետք է դառնային միջազգային հանցագործություններ դրանցից առաջինը բարբարոսություն հանցագործություններ եւ երկրորդը վանդալիզմ հանցագործությունը ինչի մասին էին դրանք բարբարոսություն հանցագործությունը իր էությամբ նախատեսում էր պատիժ ինչպես նաեւ հանցագործության սահմանում որը նախատեսում էր խմբերի ոչնչացում ազգային, կրոնական, սոցիալական խմբերի կարող ենք ասել որ ցեղասպանության կոնվենցիայի նախատիպներ, չէ՞, ինչ-որ չափով։ Այո, այսինքն կարելի է ասել նաև ցեղասպանություն եզրույթի, գենոցիդ եզրույթի նախատիպներ, բարբարոսությունը, այսինքն այն հանցագործություններ, որ ուղղված էր մարդկային կյանքի դեմ, բայց ոչ թե անհատ մարդու, այլ խմբերի կյանքի դեմ։ Իսկ երկրորդ հանցագործությունը, որը նորամուծություն էր, դա արդեն վանդալիզմ հանցագործությունն էր, որը նախատեսում էր պատիժ արդեն մշակութային արժեքների եւ արվեստի գործերի ոչնչացումը քրեականացնել։ Եվ նա իր առաջարկները պետք է անձամբ ներկայացներ կոնֆերանսում, բայց հանդիպումը դիմադրության եւ այն ժամանակվա լեհական իշխանությունները նրան թույլ չեն տալիս մեկնել Մադրիդ, քանի որ դժգոհություն էր առաջացել եւ շատերը կարծում էին Լեհաստանում, թե նա մտածում է միայն հрьяաների մասին, դրա համար էլ իր առաջարկները ներկայացնում է եւ քանի որ արդեն որոշակի ճնշումներ կային Գերմանիայում հрьяաների նկատմամբ, դրանով կարող են վիրավորել, ինչպես իրենք են նշում գերմանական ընկերներին Այն ժամանակ էլ Լեհաստանի ու Գերմանիայի հարաբերությունները լավ էին, այսինքն այսպես բաներ Լեհաստանը փորձում էր սիրաշահել Հիտլերին, այսինքն Լեմկինը այդպես չմասնակցեց, բայց ինքը պնդեց, որ իր առաջարկները բաժանվեն մասնակիցներին եւ այդ ժամանակ էլ գերմանական պատվիրակությունը իր բողոքը հայտնեց եւ լքեցին այդ սենյակը որտեղ որ ներկայացվում է նրա առաջարկը
ու դա այնպիսի հետևանքներ ունեցավ, որ նաև Լեմկինին ազատեցին աշխատանքից, ինքը սկսեց արդեն փաստաբանական գործունեությամբ զբաղվել, բայց Լեմկինին բնորոշ է նաև համառությունը։ Նա իր առաջարկները նաև ներկայացրեց այլ կոնֆերանսներում, օրինակ Ամստերդամում, Փարիզում, Կահիրեում եւ այլն։ Ընդհանուր առմամբ իր առաջարկները ընդունելություն չգտան, բայց նա չէր հանձնվում։ Ու ընդհանուր առմամբ դա շատ հետաքրքիր իրոք, որ կարծում ես կենսագրությունը շատ པարզ զգացում է, այդ իր կարելի է նույնիսկ ասել ոչ թե համար սևեռվածություն, այդ թեմայի նկատմամբ ինքը սևեռված էր այդ թեմայի վերաբերյալ եւ ամբողջ կյանքի ընթացքում այդ ուղղությամբ աշխատեց։ Այո, նա հատուկ սկզբունքներ ուներ եւ շատ հաճախ նրան նաև անվանում են ֆանատիկոս, քանի որ եթե տարվում էր իր գաղափարներով, իր նպատակներով, ապա անպայման պետք է արդյունքի հասներ։ Խոսեցինք Հիտլերի իշխանության գալու եւ Գերմանիայի մասին, որտեղ նա դիմավորեց երկրորդ համաշխարհայինը։ Ինչ եղավ իր հետ այդ երկրորդ համաշխարհայինը։ 1939 թվականին, երբ որ գերմանացիները արդեն Լեհաստանի մի մասը վերցրել էին, ինքը որոշեց հեռանալ Լեհաստանից, չնայած որ իր ընտանիքի անդամները համոզում էին իրեն, որ մնա Լեհաստանում, նաև միայնակ էր, որպեսզի ամուսնանա, ընտանիք կազմի, բայց նա հրաժարվեց եւ պնդեց, որ ինքը պետք է հեռանա։ Հեռացավ Լիտվայով դեպի Շվեդիա։ Իսկ հետո տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, որտեղից որ հրավեր էր ստացել։ Բայց Շվեդիայում գտնվելու ընթացքում, երբ որ արդեն երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել էր, սկսեց նյութեր հավաքել նացիստների իրագործած հանցագործությունների մասին։ Իսկ իր ընտանիքի հետ ինչ եղավ? Իր ընտանիքը դարձավ հոլոկոստի զոհ եւ իր ընտանիքի 49 անդամները զոհվեցին, բացի իր եղբորից Էլիասից, ով իր կնոջ եւ որդու հետ տեղափոխվեց Խորհրդային Ռուսաստան, իսկ հետո Կանադա։ Այսինքն ամբողջ իր ընտանիքից միայն իր եղբորը հաջողվեց փրկվել։ Իհարկե նաև ինքը Լեմկինը, ով այն ժամանակ Շվեդիայում էր փաստորեն։ Ով այն ժամանակ Շվեդիայում էր, հետո Միացյալ Նահանգներում։ Բայց Լեմկինին բնորոշ է նաև որոշակի կանխազգալ է իրադարձությունների։ Ու ինքը իր ինքնակենսագրականում նշում է, որ իր միայնակությունը եւ միայնակ լինելը ուժեղացնում էր իր ինտուիցիան, իր միտքը եւ իրեն ստիպում էր ավելի արագ գործել։ Ու դա բնորոշ է ոչ միայն Լեմկինին, այլ օրինակ նշանավոր հետազոտողների եւս բնորոշ է, օրինակ Արտուր Շոպենհաուերը գերմանացի փիլիսոփա նշում էր, որ մեծ գաղափարները հենց միայնակությունից էին ծնվում, իսկ օրինակ Նիկոլա Տեսլան նշում էր, որ բոլոր մեծ հայտնագործությունների գաղտնիքը հենց միայնակությունն է։ Չստացվում ենք գովազդում ենք միայնակությունը, բայց մենք մի հատ ուրիշ դեպքի ունենք հայոց ցեղասպանության մեջ Վագն Դադրյանը, չէ՞, որ էլի ամբողջ իր կյանքը ընտանիք չկազմեց, բայց ամբողջ կյանքը նվիրեց թեմային ուսումնասիրությանը։ Լավ, Լեմկինը արդեն Միացյալ Նահանգներում է եւ ինչ է անում ինքը այնտեղ։ Միացյալ Նահանգներում սկսեց դասավանդել, նաեւ հեղինակավոր համալսարաններում, օրինակ Դյուկի եւ Յեյլի համալսարաններում սկսեց դասավանդել ու դասավանդելու ընթացքում նա ներկայացնում էր նաեւ իր գաղափարները։ Օրինակ նա օրինակներ էր բերում հայոց ցեղասպանությունից, նշում էր, որ Հենրի Մորգենթաուն Օսմանյան կայսրությունում ամերիկյան դեսպանը փորձում էր միջամտել եւ փրկել հայերին եւ նա հարց էր բարձրացնում լսարանի առաջ, ասում էր, եթե մի քանի մղոն հեռավորության վրա դուք լսեք, որ կանանց եւ երեխաներին սպանում են, ինչ կանեիք, ինչ քայլեր կձեռնարկեիք։ Բայց դասավանդելու հետ մեկտեղ ինքը սկսեց աշխատել նաեւ ամերիկյան տարբեր մարմիններում, նաեւ պատերազմի դեպարտամենտում, բայց 1942 թվականին նա որոշեց առաջ մղել նաև իր հին առաջարկները, մադրիդյան առաջարկները, որոնք կապված էին բարբարոսություն եւ վանդալիզմ հանցագործությունների հետ։ Եվ նա նամակ է գրում Միացյալ Նահանգների նախագահ Ռուզվելտին,
որտեղ նշում էր, որ անհրաժեշտություն կա նոր կոնվենցիա ընդունելու եւ պետք է արագացվի հաշվի առնելով նացիստական բլոկի իրականացրած հանցագործությունները եւ Ռուզվելտը իրեն պատասխանում է, որ հիմա պատերազմը թեժ փուլում է, պետք է սպասել։ Իհարկե Լեմկինը դժգոհ էր այդ պատասխանից, բայց իր համար կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ, երբ որ ինքը տեղեկացավ 1942 թվականին Ուինստոն Չերչիլի ռադիո հաղորդումից, որտեղ որ նացիստների իրագործած ցեղասպանությունը նա անվանում էր հանցագործություն, որը անուն չունի։ Եվ դրանից սկսած Լեմկինը սկսեց մտածել, որ պետք է անուն առաջարկել այդ հանցագործությանը։ Ու արդեն 1942 թվականից սկսած ինքը առաջ էր մղում գենոցիդ եզրույթը, որը բաղկացած է հունարեն գենոս, ցեղ, ազգ, ռասա մասնիկից եւ սա այդ լատիներեն սպանել մասնիկից եւ փորձեց դա ներկայացնել հրատարակության միջոցով, աշխատեց գրքի վրա, որը կոչվեց առանցքի տերությունների կառավարումը օկուպացված Եվրոպայում 1943 թվականին այդ աշխատությունն արդեն պատրաստ էր եւ 1944 թվականին արդեն տպագրվեց իր աշխատանքը, բայց այն ամբողջովին նվիրված չէր ցեղասպանությանը։ Ինքը հիմնականում նացիստական հանցագործությունների իրավական վերլուծությունն է։ Այո, նացիստական հանցագործությունների իրավական վերլուծությունն է, ինչպես նաև թե ինչպես են օրենքը օգտագործում նացիստները իրենց գործողությունները իրականացնելու համար, բայց գրքի 9-րդ գլուխը նվիրված էր ցեղասպանություն հանցագործությանը, որտեղ Լեմկինը առաջին անգամ ներկայացնում էր հենց գենոցիդ եզրույթը, որով նա գենոցիդ եզրույթի ներքո նա տեսնում էր ազգային կրոնական էթնիկ խմբերի ոչնչացումը։ Ու հետաքրքրական է, որ նա նշում էր, որ դա նորություն չի եւ եղել է պատմության ընթացքում։ Ու ընդհանուր առմամբ իր աշխատանքներում անընդհատ նշում է, որ ցեղասպանությունը մի երևույթ է, որ գալիս է պատմության խորքերից, այսինքն նոր երևույթ չի։ Ուղղակի դրա առավել դաժան դրսևորումները նկատվել են վերջին ժամանակներում 20-րդ դարում։ Գիրքը փաստորեն առաջին անգամ օգտագործում է genocide, genocide տերմինը, չէ՞։ Միջից հայերեն թարգմանությունը փաստորեն շատ հաջող է, չէ՞։ Ցեղասպանություն ուղղակիորեն թարգմանում է բառացին ինչ-որ գենոցիդ է նշանակում, չէ՞։ Այո, հայերեն թարգմանությունը շատ հաջող է, բայց այնպես չէ, որ ցեղասպանություն եզրույթը չկար։ Այսինքն Լեմկինը իրականում ինքը նոր երևույթ չի հայտնագործել։ Ինքը տվել է մենակ բնորոշումը եւ իր բնորոշումը, բայց նման բնորոշումներ կային, որ կոնկրետ նշանակում են ցեղասպանություն։ Օրինակ Լեմկինից առաջ եւ կոնկրետ հայոց ցեղասպանության պատերազմը ավարտվեց եւ ինքը նաեւ ակտիվ այդ տերմինը, հա, այդ նկարագրությունը, որը տվեց, փորձեց իր կիրառել միջազգային քաղաքականության եւ իրավունքի մեջ, չէ՞։ Կուզենամ այդ մասին անցնենք։ Նա փորձեց առաջին հերթին այդ եզրույթը, տերմինը մտցնել նացիստական հանցագործների նկատմամբ դատավարություններում։ Եվ նա միացավ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ ամերիկյան մեղադրող կողմին եւ դարձավ գլխավոր դատախազ Ջեքսոնի իրավախորհրդատուն եւ աշխատում էր անընդհատ, որպեսզի ցեղասպանություն եզրույթ եւ ցեղասպանություն հանցագործությունը ներառվի դատավարության վերջնական մեղադրական եզրակացություններում։ Ու ընդհանուր առաջ էր մղում իր գաղափարը, բայց նա հաջողություն չունեցավ։ Չնայած մեղադրական եզրակացությունում նշվում էր ցեղասպանություն եզրույթը, բայց ցեղասպանությունը որպես առանձին հանցագործություն չէր ճանաչվում եւ ինքը որոշեց, որ պետք է պայքարը շարունակվի։
Հա, այսինքն նացիստական հանցագործները իրենք դատվեցին ոչ թե ցեղասպանության իրականացման, այլ մարդկության դեմ հանցագործության, չէ, պատերազմ հրահրելու այդ եւ խաղաղության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Լեմկինը մինչեւ կյանքի վերջը դեմ էր մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հայեցակարգին, եւ նրա կարծիքով դրա փոխարեն պետք է օգտագործվեր ցեղասպանությունը, եւ իր փաստարկներից մեկն էլ այն էր, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները տեղի ունենում պատերազմի ժամանակ, իսկ ցեղասպանությունը կարող է տեղի ունենալ նաև խաղաղ պայմաններում։ Ու տարբեր տեղերում իր թողած աշխատանքներում նշում է դրա մասին։ Ասացիր, որ ինքը շարունակեց իր պայքարը ինչ ձևերով, ինչ մեջոցներով։ Շարունակեց իր պայքարը տարբեր միջազգային շրջանակների հետ, նաև ՄԱԿ-ի շրջանակներում, եւ նրա մոտ առաջացավ նաև միջազգային առանձին կոնվենցիա ստեղծելու գաղափարը։ Եվ տարբեր երկրներ պաշտպանեցին նրա առաջարկը։ Դրանից հետո էլ սկսվեց նաև կոնվենցիայի նախագծի վրա աշխատանքը։ ՄԱԿ-ը նոր էր ստեղծվել։ ՄԱԿ-ը նոր էր ստեղծվել եւ Լեմկինը կարծում էր, որ ամենահարմար ժամանակն է, որպեսզի նման կոնվենցիա ընդունվի, հետ պատերազմական փուլ է, իսկ եթե ժամանակ անցնի, հնարավոր է դժվար լինի։ Հա, մարդիկ դեռ հիշում էին այդ սարսափները, դրա համար ճիշտ է, զգայական առումով շատ ավելի հավանական էր, որ ընդունվեր այդ կոնվենցիան։ Եվ սկսեց աշխատանքը, հա։ Սկսվեց աշխատանքը կոնվենցիայի նախագծի վրա, մասնակցում էր նաև ինքը Լեմկինը։ Լեմկինն առաջարկում էր, որ պետք է ընդգրկվի ցեղասպանության 3 մաս՝ ֆիզիկական ցեղասպանություն, այսինքն ֆիզիկական ոչնչացումը, բիոլոգիական, այսինքն կենսաբանական ցեղասպանությունը, որը նա նկատի ուներ ծնունդների կանխումը, ինչպես նաև երեխաների փոխանցումը մեկ խմբից մեկ այլ խմբի, եւ մշակութային ցեղասպանությունը, այսինքն մշակութային արժեքների ոչնչացումը, կրոնափոխությունը, լեզվի արգելքը եւ այլն։ Բայց հակասություն կար նաև նախագիծը կազմող մյուս իրավաբանների հետ, որոնք դեմ էին մշակութային ցեղասպանությունը ընդգրկելուն։ Դա փաստորեն իրային Մադրիդի առաջարկներն էին, էլի Մադրիդի չէ, կոնֆերանսի բարբարոսությունը, վանդալիզմը մի կոնվենցիայում Այո, նա փորձեց միավորել մեկ եզրույթով տալ, բայց մշակութային ցեղասպանություն դուրս մնաց 1948 թվականի ցեղասպանության կոնվենցիայի կազմից։ Ի վերջո կոնվենցիայի նախագիծը լրամշակվեց տնտեսական եւ սոցիալական խորհրդի կողմից, որտեղ ներկայացված էին պաշտոնական ներկայացուցիչները, իսկ Լեմկինը պաշտոնական ներկայացուցիչ չէր։ Եվ կոնվենցիան ընդունվեց եւ նրանից դուրս մնացին ինչպես մշակութային ցեղասպանության մասին դրույթները, այնպես էլ քաղաքական խմբերի սպանության դրույթները, ինչն արտահայտում է նաև սառը պատերազմի այդ շրջանում արկա իրողությունները, եւ որ ԽՍՀՄ եւ խորհրդային բլոկը փորձում էին կոնվենցիայի մեջ ներառել մշակութային ցեղասպանության դրույթները, որպեսզի արևմտյան երկրներին նաև մեղադրեին իրենց գաղութային անցյալի համար, իսկ արևմտյան երկրներն էլ փորձում էին կոնվենցիայի մեջ ներառել քաղաքական խմբերի սպանությունները, որպեսզի հետո մեղադրեին խորհրդային միությանը քաղաքական խմբերի նկատմամբ բռնաճնշումների համար։ Իսկ ամեն դեպքում մենք կարող ենք ասենք, որ այն տեսքով, որ ցեղասպանության կոնվենցիան ընդունվեց եւ մենք այսօր ունենք, ինքը դիվանագիտական կոնսենսուս էր, էլի, կողմերի միջև առավելագույն հնարավոր է, չէ՞, զիջում։ Այո, դիվանագիտական կոնսենսուս էր։ Միգուցե եթե Լեմկինը ուզեր իր տարբերակը առաջարկել, այն լիովին տարբերվեր ընդունված ցեղասպանության կոնվենցիայից։ Այնուամենայնիվ ինքը համարում է, որ մեծ առաջընթաց էր ցեղասպանության կոնվենցիայի ընդունումը եւ իր ինքնակենսագրականում ինքը նշում է, որ իր Մադրիդի առաջարկների շարունակությունն էր այն եւ 1933 թվականին ինքը նայում էր այն խոչընդոտներին ու չէր պատկերացնում, թե ինչպես պետք է հաջողության հասնի
Իսկ երբ որ արդեն կոնվենցիան ուժի մեջ մտավ, ինքը նշում է, որ այդ օրը իր ամենահաջողակ եւ ուրախալի օրերից մեկն է։ Բայց կոնվենցիայի ընդունումը 1948 թվականի դեկտեմբերի 9-ին առաջին քայլն էր։ Դրանից հետո նրա առաջ դաշտեր բացվում, որպեսզի կոնվենցիան վավերացվի եւ ուժի մեջ մտնի։ Եվ նա ստիպված էր նաեւ բանակցություններ վարել, այսպես ասած դիվանագիտական աշխատանք տանել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, հանդիպումներ ունենալ, համոզել ու անգամ նա շփվել է նաեւ թուրքական պատվիրակության հետ։ Եվ իր ինքնակենսագրականում նշում է, որ հիշելով հայերի նկատմամբ կատարվածը, ինքը որոշեց, որ պետք է Թուրքիան լինի կոնվենցիան առաջին վավերացնող երկրներից։ Բայց հետաքրքրական է, որ թուրքական պատվիրակության հետ իր շփումներում նա խուսափում էր հայերի մասին հիշատակելուց։ Դիվանագետ էր, էլի։ Դիվանագետ էր նաև։ Եվ նա խոսում էր թուրքական պետության բարեփոխումներից եւ փորձում էր համոզել։ Այսինքն նա հաշվի էր առնում նաև այն հանգամանքը, թե ինչպես կընկալվի իր խոսքը, իր առաջարկները, օրինակ շատ դեպքերում ասում են, թե Մադրիդյան իր առաջարկների մեջ հայոց ցեղասպանության մասին նշված չի։ Բայց պետք է հաշվի առնենք, որ ինքը իր առաջարկը ներկայացրել է, արդյոք ինչքանով կընդունվեր այդ առաջարկը այն ժամանակ, եթե օրինակ հայոց ցեղասպանության մասին նշվեր։ Բացի դրանից դա զուտ օրենքի նախագիծ էր, այսպես ասած, էլի։ Բայց դեպքը այդքան է կարևոր չէր։ Մասնավոր դեպքը այդքան էլ կարևոր չէր։ Ու հետաքրքրականը նաև ժխտողականները նշում են, թե իր գրած գրքում առանց գիտելիությունների կառավարումը Եվրոպայում ինքը չի նշել հայոց ցեղասպանության մասին, հետևաբար Ռաֆայել Լեմկինը ցեղասպանություն եզրույթը ստեղծել է միայն հաշվի առնելով հրեաների հոլոքոստը։ Հա, բայց բանը կա, չէ՞, հերոստատեսային հայտնի հաղորդումը կա, չէ՞։ Բացի հաղորդումը դրա մասին էլ կխոսենք, բայց նաև քանի որ գիրքը հսկայածավալ էր, նա որոշեց նաև հոդվածների տեսքով իր առաջարկները ներկայացնել։ Եվ տարբեր հանդեսներում նշած իր հոդվածների մեջ, որտեղ որ ավելի խորն էր վերլուծումը ցեղասպանության երևույթը, նա նշում էր նաև հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանության մասին։ Օրինակ ինքը հոդված ունի, կոչվում է Genocide, American Scholar ամսագրում։ Այսինքն նա անդրադառնում էր հայերին եւ որպես դասական օրինակ նշում էր հենց հայերի մասին։ Իսկ ինչ վերաբերում է իր հայտնի հարցազրույցին CBS հեռուստաընկերությանը, նա անդրադառնում է այն հարցին, թե ինչպես իր մոտ առաջացավ հետաքրքրությունը ցեղասպանություն երևույթի նկատմամբ եւ ինքը նշում է, որ Թեհրիրյանի դատավարությունը իր մոտ առաջացրեց այն հետաքրքրությունը, որպեսզի ինքը հետաքրքրվի ցեղասպանությամբ եւ այդ հանցագործությունը պատժվի ոչ թե զոհ խմբի ներկայացուցիչների կողմից, այլ միջազգային դատարանի կողմից։ Հա, այնտեղ ես հիշում եմ այդ պահը, որ ասում է ցեղասպանությունը այն է, ինչ որ բազմատիվ անգամ եղել է մարդկության պատմության մեջ եւ երկու օրինակ է բերում, ասում է դա այն է, ինչ թուրքերը արեցին հայերի հետ եւ այն է, ինչ նացիստները արեցին հրեաների հետ։ Այսինքն հստակ մարդը երկու օրինակը բերում է եւ զարմանում է, որ ժխտողականները ընդհանրապես դրա դեմ խոսում են։ Այո, նա նշում է նաեւ, որ հայերի դեպքից հետո, այսինքն Հիտլերը անցավ գործի։ Հա։ Ու տարբեր առիթներով նա հիշատակում էր նաև Հիտլերի հայտնի արտահայտությունը, թե ով է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը։ Ու անգամ իր արխիվային նյութերում կա իր ելույթը Նյու Յորքի հրեական կոնգրեսում, եւ նա իր ելույթում նշում է, որ շատ կարևոր է հասարակության դիրքորոշումը ցեղասպանություն երևույթի նկատմամբ։ Եվ նշում է, որ Հիտլերը նշում էր, որ ով այսօր հիշում հայերի ցեղասպանությունը եւ դրա արդյունքում իրականացրեց հոլոքոստը։ Եթե հասարակական կարծիքը դեմ լիներ եւ միջազգային հանրությունը տեղեկացված լիներ դրա մասին,
եւ կանխեին, ապա նաեւ հոլոկոստը եւ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունները չէին կատարվի։ Բան հայ ցեղասպանության վերաբերյալ աշխատությունը ունի, չէ՞ ինքը։ Ճիշտ եմ։ Այո, Լեմկինը արդեն 40-ական թվականներից մտածում էր առանձին աշխատություն գրելու մասին, որը պետք է կոչվեր ցեղասպանության պատմություն։ Իհարկե ինքը պատմաբան չէր, բայց ահռելի աշխատանք է կատարել նաև զանգվածային կոտորածների այդ պատմության բնագավառում։ Եվ իր ահռելի աշխատանքները վերաբերում են տարբեր ցեղասպանության դեպքերի, եւ այդ դեպքերի մեջ էլ առանձնահատուկ տեղեր հատկացվում հենց հայոց ցեղասպանությանը։ Նույնիսկ տվյալներ կան պահպանված, որ նա նախատեսում էր 4 հատորանոց աշխատանք հրատարակել։ Առաջին հատորը պետք է նվիրված լիներ ցեղասպանության տեսությանը կամ ներածությանը։ Երկրորդ հատորում անդրադառնալու էր անտիկ շրջանում տեղի ունեցած ցեղասպանություններին, երկրորդ հատորում անդրադառնալու էր միջնադարի ընթացքում տեղի ունեցած ցեղասպանություններին, իսկ երրորդ հատորում նոր շրջանում տեղի ունեցած ցեղասպանություններին եւ նույնիսկ նախատեսել էր, որ երրորդ հատորի 39-րդ գլուխը վերաբերելու է հայոց ցեղասպանությանը եւ վերնագրվելու էր հայերը։ Բայց նախքան այդ էլ ինքը դիմել էր տարբեր ֆոնդերի, որպեսզի աջակցություն ստանա եւ իր բոլոր այդ նախագծերում հայոց ցեղասպանության մասին հետազոտությունը առաջնահերթ էր համարվում։ Իսկ նրա ժառանգության մեջ խոշոր գործեր պահպանվել են, որոնք վերաբերում են հենց հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը եւ պետք է դառնային իր վերանշյալ աշխատանքի մաս։ Առաջին հերթին այն հայոց ցեղասպանության մասին գրքաչափ ձեռագիրն է, այդպես է կոչվում այդ ձեռագիրը, որ մնացել է անավարտ եւ գտնվում է Նյու Յորքի հրեական պատմական ընկերությունում եւ համառոտ ձեռագիրը։ Իմիջայլոց իր ընդարձակ եւ գրքաչափ ձեռագիրը տպագրվել է անգլերեն Ռաֆայել Լեմկինի դոսեն անվանմամբ, բայց այն ամբողջական չէ, քանի որ Լեմկինը նախատեսել էր, որ հետագայում պետք է ամբողջացնի։ Առանձին նյութեր կան նաեւ այլ բաժիններում, երբ որ ինքը առանձնացրել է հայեր եւ ասորիները։ Եվ անդրադառնում է ոչ միայն հայերի կոտորածներին, այլև 1933 թվականին Իրաքում ասորիների կոտորածներին։ Իր բազմաթիվ այլ նյութերում եւս նշում է հայերի մասին, տարբեր ասպեկտներով դիտարկում է հայոց ցեղասպանությունը։ Կարող եմ գիրքը խնդրեմ փոխանցես։ Ես ուզում եմ ուղղակի մեր լսողներին ներկայացնեմ, որ Նարեկը ունի գիրք գրված հայոց ցեղասպանության խնդիրը Ռաֆայել Լեմկինի ուսումնասիրություններում։ Սա է եւ եթե ցանկություն կունենաք ձեր բերելես գիրքը, մենք հայոց ցեղասպանության թանգարանի գրախանութում այն ունենք, չէ՞։ Այնպես որ եթե այս գիրքը ամբողջությամբ ներկայացնում է հենց հայոց ցեղասպանության առնչությունը Ռաֆայել Լեմկինի գործունեության հետ։ Բայց ինչպես նշեցիր, կարճ կյանք ունեցավ։ Եվ կուզեմ նաև այդ բանին անդրադառնանք, որ փաստորեն ընտանիք չստեղծեց, ընկերներ չուներ առանձնապես, չէ՞, այսինքն այդ մարդու նաև մարդկային կողմին մի քիչ անդրադառնանք, ինձ թվում է դա հետաքրքիր կլինի։ Այո, նա ամբողջ կյանքում մնաց միայնակ եւ նույնիսկ շատ մոտիկ ընկերներ էլ չուներ, չնայած ուներ կապեր եւ ինքը համարում էր, որ իր կապերը օգնում են իրեն։ Հա։ Եվ առանց կապերի անհնար էր հասնել հաջողության։ Հա։ Բայց կարծես թե միայնակությունը իր համար ճակատագիր էր, որ ինքը միայնակ պետքա պայքարի։ Հա։ Եվ ընդհանրապես որ նայում եք այդ պայքարի բանը, իրոք առանց թիմ ունենալու, առանց պետության աջակցության մի ամբողջ, չգիտեմ,
դիվանագիտական այսպես կորպուսի աշխատանք է կատարել։ Ես բանը դու նշեցիր երկի, բայց փաստորեն երբ որ կոնվենցիան ընդունվում է, նաև խնդիր էր դրված, որ ամեն մի երկիր առանցին պետք է բան անի, վավերացնի, չէ, ռատիֆիկացիա։ Եվ հիշում եմ ոնց էր, երբ որ կարդում էի իր կենսագրությունը, ոնց էր ինքը շրջում մի պատվիրակությունից մյուս պատվիրակություն, ոնց էր փորձում տարբեր մարդկանց հետ գտնել, ու այնտեղ նաև իր լեզվաբանական հմտությունները պետք է կան, չէ, այսինքն քանի որ շատ լեզուներով էր խոսում, շատ դեպքերում ինքը անձամբ թարգմանում էր այդ կոնվենցիան, բերում էր այդ մարդկանց, քննարկում էին այդ մարդկանց հետ, եւ ես շնորհիվ Սամանդա Պաուերը, ով նաև գիրք ունի այդ ցեղասպանությունների վերաբերյալ, մի հետաքրքիր բնորոշ ասեց բանը մի հոկանոց լոբինգային մեքենա էր իրան անվանում, one man lobbying machine, այսինքն ինքը մի հոգով մի ամբողջ լոբինգային ընկերության գործեր անում։ Այո, ինքը աշխատում էր մենակ, այսինքն հանդիպում էր պատվիրակությունների հետ, փորձում էր օգտագործել իր լեզվաբանական հմտությունները, իր բանակցային հմտությունները, անգամ հոդվածներ կան տպագրված Ռաֆայել Լեմկինը որպես բանակցող եւ փորձել համոզել, որպեսզի վավերացվի ցեղասպանության կոնվենցիան եւ նա ոչ պետության աջակցություն ուներ, ոչ ինչ որտեղ աշխատում էր կամ գումար էր ստանում, կարծես դա իր համար անձնական սկզբունքի հարց էր, որպեսզի իր գաղափարները իրականություն դառնան եւ անգամ տվյալներ կան պահպանված, որ նա 3 շաբաթ անընդհատ այնքան էր աշխատել Փարիզում, երբ որ ՄԱԿ-ի շրջանակներում հանդիպումներ էր ունեցել, երբ որ նա հիվանդանոց է ընկնում, ու բժիշկները չեն հասկանում, թե ինչ խնդիր է իր մոտ։ Եվ հաճախ նշվում է, որ իր մոտ ցեղասպանության հետ կապված տենդ էր առաջ եկել։ Եվ ինչի նաև այս օրինակը բերեցի, որովհետև միտեղ կարծացել եմ, որ երբ որ ինքը մահացավ, ասենք իր թաղմանը ամեն 7 հոգի թե 9 հոգի էին մասնակցում։ Վերջին տարիներին ինքը շատ էր մեկուսացել, շատ քիչ մարդկանց հետ էր շփվում, բացի դրանից շատ աշխատանքը ազդել էր իր առողջության վրա։ Եվ Լեմկինը սկսել էր չհետևել իր առողջությանը եւ առողջական խնդիրներ ուներ ու բարձր ճնշում ուներ, ու իր առողջական խնդիրները նաև պատճառ դարձան նրա վաղաժամ մահվան, եւ մի մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է տարբեր էթնիկ, կրոնական եւ ազգային խմբերի պաշտպանությանը, ինչպես նաև նրանց հիշատակի թեման բարձրացնելուն, ինքը մահանում է միայնակության մեջ եւ իր թաղմանը ներկային ընդամենը 7 հոգի, իր ընկերները եւ ամենամոտ հարազատները, հուղարկավորվում է Լեմկինը Նյու Յորքում, Մոնտ Հեբրոն հրեական գերեզմանատանը, բայց նրա հուշաքարի վրա գրված է դոկտոր Ռաֆայել Լեմկին ցեղասպանության կոնվենցիայի հայրը։ Իսկ դա հիշատակվել է ամեն դեպքում իր ավանդը գոնե հետ մահում մենք ընդունում ենք եւ այսպես ճանաչում։ Այո, բայց որոշ ժամանակ անց հետաքրքրություն չկար Լեմկինի ժառանգության ուսումնասիրության հետ կապված, ընդամենը հատուկ են գրքեր։ Միայն 2000-ական թվականներից սկսվեց մի մեծ ալիք Ռաֆայել Լեմկինի ժառանգությունը վերհանելու, ուսումնասիրելու, վերագնահատելու տեսանկյունից։ Ճիշտ է, նա անկատար չէր, նա էլ ուներ իր թերությունները, օրինակ ժամանակակից հեղինակներից շատերը նշում են, որ Ռաֆայել Լեմկինը շատ խիստ ձևով չի անդրադարձել գաղութային ցեղասպանություններին։ Բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ Ռաֆայել Լեմկինը աշխատում էր այդ երկրների հետ եւ իր ամենակարևոր խնդիրը հենց ցեղասպանության կոնվենցիան ընդունել տալն էր եւ ինչ որ առումով նաեւ դիվանագիտական մոտեցումներ ինքը որդեգրել։
Շատ ես ուրիշ բաներ եմ կարդացել, որ ասում է նաև շատ գիտես ինչ ձևի մարդեր, բան այսպես այդ հայ համառությունը շատ դեպքերում չափերը անցնում է, օրինակ պատվիրակություններից մեկի ներկայացիչը մանկում ասում է առավոտ եկավ մեր սենյակ, ամբողջ օրը նստեց մեր սենյակում, չէր թողնում որ մենք աշխատեինք, ամբողջ այդ ընթացքում մեզ կրկնում էր որ մենք պարտավոր ենք ընդունել այս կոնվենցիան, այսինքն այդ իր համառությունը դրսևորում նույնիսկ այսպես արդեն անցնում էր բոլոր հնարավոր սահմանները եւ չափերը, որովհետեւ մենք նույնիսկ արդեն մյուս անգամ որ իրան տեսնում էինք մանկում, փորձում էինք խուսափել իրեն չհանդիպենք, որովհետեւ ում բռնացնում էր, կոպիտ ասած, խոսում էր ցեղասպանության կոնվենցիայի կարեւորության մասին։ Իր համառությունը կարևոր դեր կատարեց, որպեսզի ինքը հաջողության հասնի։ Ու ես օրինակ միշտ իմ ուսանողներիս այդ իրան օրինակ եմ բերում, ցույց տալու համար, որ նույնիսկ մի մարդը կարող է փոխի ամեն ինչ, ասենք ինքը մի մարդ էր, բայց իր համառությամբ, իր աշխատասիրությամբ, իր այսպես նվիրվածության թեմայի վերաբերյալ մի նոր ճյուղ, գիտաճյուղ կամ միջազգային իրավունքում հասկացություն կարողացավ ներմուծել եւ ինքը իրոք ֆանտաստիկ օրինակ է, ոնց մի մարդը կարող է փոխի ամեն ինչ։ Ոչ միայն ցեղասպանության կոնվենցիայի ընդունման տեսանկյունից, նաեւ ինքը ահռելի գիտական ժառանգություն է տող, այսինքն ահռելի աշխատանք է կատարել հետազոտական աշխատանքներ։ Մենք միմյանցից տարբերվող ցեղասպանության դեպքերի ուսումնասիրություն, կոտորածների ուսումնասիրություն, խորացել է այդ դեպքերի շուրջ, փորձել է գրականություն գտնել, ուսումնասիրել, հետո գիրք դարձնել, այսինքն համառությունը դրսևորվում է նաև գիտության ասպարեզում եւ կարող ենք ասենք առաջի ցեղասպանագետներ։ Այո, կարող ենք ասել։ Հենց որպես գիտնական կարող ենք ասել, որ հենց նա դրել է ցեղասպանագիտության հիմքերը։ Որի այդ հիմնակարի վրա էլ հիմնվելով հետագայում զարգացել է արդեն ցեղասպանագիտությունը։ Իշ այդ անտիպ հուշերը տպագրվեցին, չէ՞, արդեն հիմա տպագրված։ Անտիպ հուշերից տպագրվել է իր գրքաչափ կամ ընդարձակ ձեռագիրը Ռաֆայել Լեմկինի դոսյեն։ Իսկ մնացած հուշերը առանձին տպագրված չկան, արխիվային տարբերակներով են, չնայած ես իմ գրքում դրանք ներկայացրել եմ։ Դոնալի Ֆրիզը հիշում եմ, որ իր մասին, չէ՞, Դոնալի Ֆրիզը հրատարակել է Լեմկինի ինքնակենսագրությունը, այսինքն ամբողջական ինքնակենսագրությունը որպես վերնագիր ոչ պաշտոնական անձ, նրան նաև այդպես էին անվանում, ինչպես նշեցիք օրինակ, որ ինքը հանդիպում էր տարբեր պատվիրակությունների հետ, ինքը պաշտոնական անձ չէր։ Եվ փորձում էր համաձայնություններ ձեռք բերել, օգտագործում էր նաև պատմական փաստերը։ Օրինակ հույներին փորձում էր համոզել հույն երեխաների հետ կապված դրվագները մեջ բերելով։ Տարբեր պատվիրակությունների, այսինքն գիտեր ինքը ինչ դրվագներ կամ պատմության ինչ եզրագծերի պետք է անդրադառնար, որպեսզի կարողանար հաջողության հասնել։ Չէ, այդ առումով շատ էֆեկտիվ, որպես բանակցող շատ էֆեկտիվ անձնավորություն էր։ Նաև գանք իր մասին ինչպես ենք իրեն հիշում Հայաստանում, շատ հետաքրքիր է, որ միայն վերջերս որ թիվներ 2019, հա, որ թվականին Երևանում անվանակոչվեց փողոց Իրանն, 19-ը, 2018 թվականին բանը այդ Բաղրամյան պողոտայից, որ թեքվում եք դեպի գրողների միության կողքի այդ նեղրիկ փողոցը կոչվում է Ռաֆայել Լեմկինի անունով եւ նաեւ հայոց ցեղասպանության թանգարանակրթաթոշակ է տալիս օտարերկրյա գիտնականներին, ովքեր գալիս են Հայաստանում աշխատելու եւ կուզենա այսօր նաեւ մի քիչ խոսեինք երեկվա միջոցառման մասին, որ երեք տեղի ունեցավ հայոց ցեղասպանության թանգարանում այդ հողի վերաթաղման, իր հուշաքարի բացման վերաբերյալ, հա, այդ ինչ է, այսինքն ինչ արարողություն է ընդհանրապես։ Արարողությունը նախատեսում էր Ռաֆայել Լեմկինի հուշաքարի բացում այն հուշատախտակի վրա, որտեղ նաև այն մարդկանց եւ գործիչների անուններն են, ովքեր իրենց ձայնը բարձրացրել են հայոց ցեղասպանության ժամանակ, օգնել են հայոց ցեղասպանության ընթացքում օգնության կարիք ունեցող
հայ որբերին, փրկել են հայերին, միջամտել են եւ այլն։ Եվ այդ մարդկանց շարքում տեղադրվեց նաև Ռաֆայել Լեմկինի հուշաքարը, բայց հուշաքարի տեղադրումը առանձնանում էր նրանով, որ Ռաֆայել Լեմկինի շիրիմից, այսինքն Նյու Յորքի գերեզմանատնից բերվել էր հող, որը տեղակայվեց հենց հուշաքարի մեջ։ Եվ դա խորհրդանշական դերակատարություն ունի մեզ համար, իսկ ինչու է կարևոր Ռաֆայել Լեմկինի աշխատանքը եւ իր գործունեությունը, քանի որ ինքը բարձրաձայնել է հայոց ցեղասպանության մասին, անընդհատ նշել է, մենք խոսեցինք Թելիրյանի դատավարության մասին, բայց բացի Թելիրյանի դատավարության, նա անընդհատ նշում էր, որ հայերի նկատմամբ իրագործվել է կոնկրետ ցեղասպանություն եւ նույնիսկ համեմատություններ էր բերում եւ իր ամենացայտուն համեմատությունները հայոց ցեղասպանության եւ հոլոկոստի միջև էին եւ իր նյութերում նա նշում է որ հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանվեցին 1.2 միլիոն հայեր, բայց դա ամբողջ աշխարհի հայերի թիվը չէր, բայց նրանք կազմում էին հայերի էական մասը։ Ինչպես հրեաների դեպքում, աշխարհում ապրում են 16 միլիոն հրեաներ, որոնցից 6 միլիոնը սպանվեցին նացիստների կողմից, նույնպես էական մասը։ Եվ այս դեպքը նույնպես ցեղասպանություն է։ Նա ընդգծում էր, որ ինչպես հայերի, այնպես էլ հրեաների դեպքում իրականացվել է ցեղասպանություն տվյալ խմբին ոչնչացնելու մտադրությամբ։ Եվ դա նաև շատ կարող կրման է հենց ժխտողականների, չէ՞, պարագայում, որտեղ երբ որ թուրք ժխտողականացել է նաև գերմանական գրականություն, եւ ինչպես ինքն է նշում, որ ինքը փորձել է նաև անաչառ ձևով անդրադառնալ տեղի ունեցող իրադարձություններին։ Հատուկ ընդգծում է, որ ես գնում էի գրադարան եւ փորձում էի փաստաթղթեր եւ փաստեր ուսումնասիրել։ Շատ ժամանակ գրքերից էլ չէի քաղում այդ ինֆորմացիան, որպեսզի ավելի անաչառ լինեմ։ Հետաքրքիր է։ Այսինքն սնանք, ինչպես եւ դու ես անվանել այս ենթագրողների մեջ, սնանք են ի վերջո այդ ընդդումները եւ այդ ամբողջ սնանկությունը այստեղ դու փորձել ես ցույց տալ։ Եվ նորից այդ մեր դիտողներին ուղղակի առաջարկեմ, որ երբ որ հաջորդ անգամ կլինեք հայոց ցեղասպանության հուշահամալիրում, անպայման ոչ միայն այցելեք հուշահամալիրը, այդ անմեղ զոհերի հիշատակին այդ հավերժ կրակը, հա, այլ նաև այն պատը, որի վրա գրված են հայկական բնակավայրերը Օսմանյան կայսրությունում, դրա հակառակ կողմը նույնպես անցեք եւ այնտեղ կտեսնեք պատին այսպես հուշաքարեր նվիրված տարբեր մարդկանց, ովքեր հայոց ցեղասպանության ժամանակ օգնել են հայերին, ձայն են բարձրացրել, փորձել են այսպես աջակցել որբերին եւ այլն, եւ այնտեղ կգտնեք ամենա այսպես շարքում այս պահի համար վերջինը Ռաֆայել Լեմկինին նվիրված հուշատախտակ։ Այնտեղ կա Հենրի Մորգենտաու, Ֆայել Զալխուսել, Ալմա Յոխանսեն, Արմին Վեգներ, Ֆրանս Վերֆել շատերինը եւ այդ շարքում այս պահի համար վերջինը Ռաֆայել Լեմկինի հուշատախտակն է։ Եվ Նարեկ ջան, քանի որ արդեն ժամանակը ավարտվում է, անգանք ավանդական հարցերին։ Երկու ավանդական հարց ունեմ, էլի մեկի մեջ էսպես, մի թեմա է, բայց երկու հարցից միշտ այդ հարցը տալիս եմ, ինչու ուսումնասիրել պատմությունը, որտեվ 21-րդ դար է ասում են, հիմնականում տեխնոլոգիաների դար է, եւ ես նաեւ գիտեմ, որ դու էլ շատ հետաքրքրում ես այդ տեխնոլոգիաները, մի օր առիթ կլինի անպայման դրա մասին է հաղորդում կնկարենք, ասում են, որ դե հիմա ամենակարևոր են տեխնոլոգիաները, բնական գիտությունները եւ այսպես հասարակագիտությունը կամ պատմությունը այդքան կարևոր չէ, դա առաջի հարցը ինչու այնուամենայնիվ պետք է ուսումնասիրել պատմություն, եւ երկրորդ ինչու անցավ դու որոշեցիր, որ պետք է հենց այդ ուղղությամբ գնաս եւ ոչ թե ընտրես, չգիտեմ, քիմիա, ֆիզիկա եւ այլ մասնագիտություն։ Պատմության ուսումնասիրությունը շատ կարևոր է, քանի որ պատմությունը, ինչպես ասում են, կրկնվելու հատկություն ունի, կան
կարող է կրկնվել, բայց այլ ձևով։ Եվ ներկայում կամ ապագայում տեղի ունեցող իրադարձությունների խորքերը մենք կարող ենք գտնել պատմության մեջ։ Այսինքն յուրաքանչյուր իրադարձություն, որ տեղի է ունենում, դրա խորքերը կարելի է գտնել անցյալում։ Այսինքն անցյալը ուսումնասիրելով մենք անդրադառնում ենք նաև ներկային եւ ինչու՞ չէ նաև ապագային։ Այսինքն եթե փորձում ենք հասկանալ ներկան ու ապագան, պետք է ուսումնասիրենք պատմությունը ու պատմությունից դասեր քաղենք։ Հա, ինչքան էլ դա դժվար է, բայց այնուամենայնիվ փորձենք գոնե։ Իսկ դու ինչի որոշեցիր, որ մանկուց ես մանկուց որոշեցի ու որոշեցի կոնկրետ հասարակագիտական ոլորտով զբաղվել, քանի որ հետաքրքրվում էի նրանով, թե ինչ է տեղի ունենում ժամանակակից աշխարհում, ժամանակակից քաղաքականության մեջ եւ այդ իրադարձությունները ինչով են պայմանավորված։ Եվ մանկուց էլ ուսանողական տարիներից էլ իմ մոտ հարցեր էր առաջանում, օրինակ ներկայիս իրավիճակը ինչով է պայմանավորված, ինչ պատմական նախադրյալներով եւ իրադարձություններով է պայմանավորված։ Դրա համար ես որոշեցի կոնկրետ խորանալ հասարակագիտության մեջ։ Դու միջազգային հարաբերություններ չէ ֆակուլտետն ես ավարտել։ Բակալավրը ավարտել եմ ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, քանի որ հատուկ հետաքրքրություն կար աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ու նաև կանխատեսումների հետ կապված, մինչև հիմա էլ օրինակ ես հետևում եմ իրադարձություններին, նաև որոշակի կանխատեսումներին, թե ինչ կլինի ու ընդհանուր առմամբ այսօր հասարակական գիտությունները ինչ որ տեսանկյունից նաև խաչաձևվել են տեխնոլոգիաների հետ, քանի որ տեխնոլոգիական ոլորտը մուտք է գործել նաև հասարակական ոլորտ, բայց նույն այս տեխնոլոգիական առաջընթացի հիմքերը եւս կարելի է գտնել անցյալում, քանի որ տարբեր մտածողներ, տարբեր գիտաֆանտաստ գրողներ գաղափարներ են արտահայտել, կանխատեսումներ են արել, որոնք հիմա արդեն իրադարձությունների տեսքով տեղի են ունենում։ Այսինքն սկզբից երևույթները եւ իրադարձությունները առաջանում են մարդկանց մտքերում եւ հետո դրանք արդեն իրականություն են դառնում։ Նույնպես օրինակ Լեմկինի մոտ իր մոտ առաջացավ այդ եզրույթը ստեղծելու գաղափարը, ու այդ գաղափարը դարձավ իրականություն, իսկ հիմա ցեղասպանությունը համարվում է հանցագործություն կամ մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցագործությունը եւ իր գաղափարները օգտագործվում են։ Հա, ավելին ցանկացած այսպես ահագնացող բան մատնանշելու համար մարդիկ օգտագործում են ցեղասպանություն եզրը։ Շատ դեպքում կարող է անհարգի նույնիսկ օգտագործեն, բայց զուտ որ ուզում են ցույց տան ինչ մեծ մասշտաբների հանցագործություն է, օգտագործում են հենց ցեղասպանություն եզրույթը, հա։ Ես մի ընկեր ունեմ ամերիկացի, ով երաժիշտ է, երաժշտական տեսության մասնագետ է, եւ ինքը ասում է, որ Լեմկերի հանճարը ոչ միայն այդ բառի նկարագրության մեջ էր, ինքը ասում էր ինձ genocide բառը շատ հնչեղ եւ ուժեղ բառ է, այսինքն ինքը այդ հնչյունային համակարգը, որը հնչում է genocide այդ շեշտադրումներով, ասում է ինքը իրոք շատ ազդեցիկ է, դրա համար օրինակ աշխարհում շատ այլ հանցագործություններ կան, բայց իրենք այդքան ազդեցություն չունեն, քան սա, եւ սա երի գալիս ենք այդ մեր նշած իր լեզվաբան լինելուն եւ այդ լեզվաբանի հոտառություն ունենալուն երևի։ Նա նաեւ որոշակի անալոգիայով ստեղծեց այդ genocide բառը, օրինակ homicide, մարդասպանություն կամ fratricide, եղբայրասպանություն։ Եվ նման անալոգիան կիրառեց, եւ շատ ազդեցիկ բառ ստացավ։ Ինքը նաեւ բառակազմությունը օգտագործեց։ Իր լեզվաբանական գիտելիքները գործի դրեց եւ շատ ազդեցիկ բառ ստացավ։ Նարեկ ջան, շատ շնորհակալ եմ եւ վերջում կուզենամ մեր լսողներին եւ դիտողներին ցույց տամ նաեւ այսօրվա երեկվա միջոցառման ժամանակ
Նարեկի կողմից Նարեկ Պողոսյանը ստացել է Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամեդալը, Ռաֆայել Լեմկինի հուշամեդալը, նոր հուշամեդալ է, ցեղասպանության թանգարանը ունի նաև այլ հուշամեդալներ, սա նոր թողարկված շարք է Ռաֆայել Լեմկինի սահմանափակ քանակությամբ հուշամեդալներ են եւ ես կարծում եմ որ լրիվ արտարացված է եւ շատ ճիշտ է որ հենց առաջին համարի հուշամեդալը տրվել է Նարեկ Պողոսյանին իր աշխատանքի համար Ռաֆայել Լեմկինի կյանքը, կենսագրությունը եւ այսպես աշխատությունները մեր հանրությանը ծանոթացնելու եւ հանրայնացնելու համար Նարեկ ջան, շատ շնորհակալ եմ, որ այսօր ժամանակ գտար եկար մեզ հյուր եւ հուսով եմ, որ նորից կհանդիպենք նաեւ այլ թեմաների շրջանակում։ Ես եւս շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Այո, այլ թեմաների շրջանակներում։ Եվ ես այսօր առաջին անգամ ուզում եմ նաեւ մի բան շեշտեմ, որ այս վիդեոյի ներքևում կան հղումներ նաև մեր Telegram-ին եւ Spotify-ին հղումներ, այսինքն եթե ուզում եք այդ ամբողջական մեր հաղորդումների շարքը գտնեք, եւ Telegram-ում եւ Spotify-ում մենք արդեն ունենք էջեր եւ կարող եք գնալ այդ հղումներով, որ այս վիդեոյի ներքևում է եւ բոլորը կարողանաք դիտեք։ Շնորհակալություն, որ այսօր մեր հետ էիք։